գմփած, ասինք թուրքի սնարյադա։ Շաբաթվա գլխավոր ողբերգական միջադեպը տեղի ունեցավ Ճամբարակում հունիսի 11-ին 6 մարդու կյանք խլելով։ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա գտնվող այս քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառն ամենայն հավանականությամբ գազի արտահոսքն էր։ Իրոք որ հրաշքով ենք փրկվել, չգիտեմ։ Իրանի զինված ուժերի հրամանատարությանը որևէ հրաշք այդպես էլ չփրկեց։ Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելը լայնածավալոթային հարվածներ հասցրեց Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող միջուկային օբյեկտներին եւ բարձրաստիճան զինվորականների բնակարաններին, սպանելով գլխավոր շտաբի պետին եւ Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։ Եվ եթե Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու ուղիներից մեկը հարավայինը փակվելու վտանգի տակ է ռազմական գործողությունների պատճառով հյուսիսային վրացական ուղղության վրա, նույնը կարող է տեղի ունենալ եւ մասամբ արդեն իսկ տեղի է ունենում պաշտոնական Թբիլիսիի գործողությունների պատճառով։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք մսից, Արունից, այս շոքին, այս կրակին, ոչ կարող ես կաբինկի մեջ քնես, ոչ կարող ես հաց ուտես։ Այս շաբաթ եւս վրացական կողմը խոչընդոտներ էր հարուցում դեպի Ռուսաստան հայկական արտադրության կոնյակի եւ գինիների տարանցման համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ դեռ մայիսին էր անկեղծորեն խոստովանել, որ չի հասկանում, թե վրացիների ուզածն ինչ է, խոստացել էր մեկնել Թբիլիսի այս հարցն իր վրաց պաշտոնակցի հետ քննարկելու նպատակով։ Այս շաբաթ նախարարն իրոք մեկնեց, բայց ոչ թե Վրաստան, այլ Չինաստան գինու համաշխարհային մրցույթի։ Չեք կարող մարդին լուծում տակ մարդավարի, թողեք գնացեք ու թողեք գան մարդիկ, ովքեր որ լուծում կտան այս խնդրին։ Հայաստանի ներսում, Հայաստանի հետ եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունները, սակայն իշխող քաղաքացիական պայմանագրի անդամներին եւ նրանց առաջնորդին կարծես թե այնքան էլ չէին հուզում։ Նրանց համար այս շաբաթ թիվ 1 թեման կրկին հայ առաքելական եկեղեցու եւ անձամբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ ձեռնարկվող խաչակրած արշավանքներ։ Հիմա չկա վեհապար, հիմա չկա կաթողիկոս հայ առաքելական եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ հայտարարեց նոր կաթողիկոսի ընտրություն նախաձեռնելու եւ այդ նպատակով հատուկ 10 հոգանոց համակարգող խումբ ստեղծելու մտադրության մասին։ Փաշինյանը նաեւ նշեց, որ հստակ պատկերացում ունի, թե ինչպես է ընտրելու Աստվածաշունչը ծայրից ծայր կարդացած, պահող եւ ամեն օր աղոթող իր նորահայտ առաքյալներին։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերենշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Իրավաբանները սակայն նշում էին իր այս գրառմամբ Փաշինյանը սահմանադրության, ինչպես նաև խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի առնվազն մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում պետության եւ եկեղեցու միմյանցից անջատ լինելու հիմնարար դրույթը։ Փաշինյանը ոչ թե ճանաչում է հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու ինքնակառավարումը, այլ անամոթաբար, ցինիկաբար խառնվում է մեր սուրբ եկեղեցու ինքնակառավարման։ ԿՊԱ-կան падգամավորներն ու պաշտոնյաները, որոնք նախորդ շաբաթ շատ ավելի զուսպ էին եւ Փաշինյանի հակաեկեղեցական արշավումներ գրավվել չէին շտապում, վերջին օրերին փոխեցին իրենց դիրքորոշումը։ Կուսակրոնությունը խախտած կաթողիկոսի հեռացման, վեհարանն ազատելու մասին թեզեր պարունակող հարցազրույցներից ամենահիշվողը սակայն նորադուսցի ԿՊԱ-կան Նարեկ Գրիգորյանինն էր, որը ոչ միայն պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի եկեղեցուն եւ կաթողիկոսին ուղղված կոշտ բառապաշարը, այլև այդ ընթացքում նոր խոսք ասած լեզվաբանության ոլորտում ոտքի վրա ողբերգական բառի նոր հոմանիշ ստեղծելով։ Այդ բառը ինչ մի տրագեդիոն բառ է, վայ ասելա Ժորժան քաղաքացիական պայմանագրի անդամների մեկ այլ խումբ էլ այս շաբաթ աստվածաբան էր դարձել 26 տարվա վեհապառին բացատրելով, թե ինչպես են գործում ներեկեղեցական կանոնները։ Հիմի վարչապետն էլ ասում է, որ եթե դու խախտել ես, ուրեմն բարի եղի հրաժարականը տուր։ Դու ընդունված չես Աստծո կողմից։ Ամենաազդեցիկ ԿՊԱ-կաններից Անդրանիկ Քոչարյանն էլ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներում նույնիսկ դրական կողմեր էր նկատում։ Այս քննարկումները մեզ բոլորիս մաքրում են։ Մենք այնուամենայնիվ պատվիրաններին պետք է ավելի լուրջ վերաբերվենք, մեր պարտականություններին պետք է լուրջ վերաբերվենք, մեր հավատին, ինքներս մեզ, մեր ընտանիքներին,
հատկապես չշնանալու համար։ Այս շաբաթ Փաշինյանի թիմակիցների հնչեցրած գլխավոր կռվաններից մեկը սակայն այն էր, թե հայ առաքելական եկեղեցում փոփոխությունների պահանջը ոչ թե իշխող կուսակցությանն է, այլ ժողովրդին է։ Մենք զգում ենք, չէ՞, ժողովրդի տրամադրությունները։ Եկեղեցական հարցերն ըստ եկեղեցական կանոնների կեսգիշերին հայտարարեց ամենայն հայոց կաթողիկոսը ի պատասխան վեհարանը վեհափառից ազատելու Հայաստանի վարչապետի սկսած գործընթացի։ Եկեղեցուն եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ավելին ասելիք չունեմ։ Գիշերը այն ժամին, երբ կաթողիկոսը պիտի վերադառնար Դուբայից, ընդդիմադիր մի քանի գործիչների կոչով հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել ժամանման սրահի մուտքի մոտ։ Իմ շատ սիրելի վեհապարն է այժմ։ Աշխարհի ամենաառաջի վեհապարն է, ուրիշ չունենք։ Չմտածեն ուրիշ ոչ մի բան։ Պետք է իր համար կյանքել կդնենք։ Քաղաքացի եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ եկել եմ սատարելու մեր վեհափառին, ընդամենը որևէ կուսակցության անդամ չեմ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օդանավակայան մեկնածների թվում չէր։ Նա ամենայն հայոց կաթողիկոսին այցելել էր դեռ անցած շաբաթավերջին, իր աջակցությունը հայտնելով նրան։ Այս շաբաթ Տեր-Պետրոսյանը հարկ համարեց մեկ անգամ եւս արդեն գրավոր տեքստով աջակցել հայ հոգեվորականությանը, հիշեցնելով, որ հեռավոր 1903 թվականին ռուսաց կայսր Նիկոլայ II հայ առաքելական եկեղեցին հնազանդեցնելու փորձեր եւս ձեռնարկում էր, դրանք սակայն տապալվեցին։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծը ինչ է որ չհաղթահարի։ Տեր-Պետրոսյանի այս կարճ գրառումը բարձրաստիճան ԿՓ-ականներն անպատասխան թողնել չէին կարող։ Առաջիններից մեկը խորհրդանի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր։ Այսինքն կաթողիկոսի Աստծո առաջ տրված խոստումը պահպանել ակնկալելը նույնն է ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը, ինչպիսի իմաստուն վերլուծություն։ Վիրավորական գրառումների մրցավազքում սակայն միանձնյա հաղթող ճանաչվեց Աննա Հակոբյանը։ Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։ Սրանի պատասխան Տեր-Պետրոսյանի Facebook-յան էջում մի հին տեսանյութ հայտնվեց։ Ուրիշ ոչինչ։ Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը եւ ոչ թե ախորնը կամ խելագարը։ Զսպվածության եւ հախուռն պահվածքի պայքարն այս շաբաթ զգալի էր նաեւ ընդդիմության երկու թևերի՝ Հայաստան դաշինքի եւ Պատիվ ունեմի միջև։ Հանրապետականներն, այդ թվում նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վստահ էին, խորհրդանում սկիզբ առած իմպիչմենտի գործընթացը հնարավոր կլինի հաջողությամբ ավարտին հասցնել, համադրելով այն փողոցային պայքարի հետ։ Բայց ինպես մարդիկ վստահաբար ունեն այդ տեղեկությունը եւ շոշափում են մեր ժողովրդի տրամադրությունները եւ այո վստահ եմ, որ մեզ կհաջողվի այդ փողոցը գեներացնել։ Հայաստան խմբակցության շոշափումները սակայն կարծես թե այլ արդյունք էին տվել։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի անդամները թեև իմպիչմենտի գործընթացը լուրջ չէին ընկալում, սակայն այս շաբաթ իրենց 28 ստորագրությունները տրամադրեցին։ Պատիվ ունեմում սակայն կրկին դժգոհ էին։ Ստորագրությունները սխալ թղթի տակ էին։ Ես չգիտեմ, ինչի ենք հիմա մենք քննարկում մի թուղթ թե երկու թուղթ, թե պակասող ստորագրություններ կան եւ ընդհանրապես գործընթացը հեղից չի շարժվում։ Սերժ Սարգսյանը սակայն համոզված է գործընթացը տեղից շարժվելու է եւ Փաշինյանի հեռացման հարցը ի վերջո հայտնվելու է ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Բայց մենք ասեցինք, որ նիստերը դալիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Կարելի է ենթադրել, որ իմպիչմենտի նախաձեռնողների գլխավոր հույսը քաղաքացիական պայմանագրում հնարավոր պառակտումներն են։ Այն, որ իշխող կուսակցության ներսում ամեն ինչ չէ որ անամպ է, հստակ երևաց ուրբաթ օրը գումարի դիմաց բանակից ազատվելու կամ այսպես կոչված կրճատ ժամկետային զինծառայություն անցնելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ։ Միմյանց բախվեցին երկու ԿՊ-ականներ՝ օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանն ու Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պարոն Քոչարյանը, որ հանձնաժողովում կարաք նշեք։ Հանձնաժողովի անդամները այստեղ են։ Չէ, դուք կեղծ բաներ եք ասում։ Ո՞ց մի ընդհատեք։ Կեղծ բաներ ես ասում, պարոն Սարգսյան, որ հանձնաժողովի անդամները այստեղ են։ Ինչն եք քննարկել։ Ես ինչ ասում եմ, Դուք ինչ ասում եք, միջև հիմա կեղծիկ եք։ Պարոն Քոչարյան, ասացիմ չընդհատեք։
Ես կհրապարակեմ ձեզ գրած մեյլը եւ նաեւ աշխատանքային հրավեր։ Անցնող շաբաթ ակտիվորեն քննարկվող եւս մեկ թեման կարծես թե ավանդական է դառնում Նիկոլ Փաշինյանի Շարասյան արկածները։ Անցած կիրակի մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե վարչապետի Շարասյունն Արարատի մարզում վթարի է ենթարկվել եւ կան վիրավորներ։ Չնայած հանգստյան օրվան կառավարությունն ու ոստիկանությունը սկսեցին հերքել այս տեղեկությունը, նշելով, թե վարչապետին ուղեկցող մեքենաներից որևէ մեկը չի վթարվել։ Ուշ երեկոյան ներքին գործերի նախարարությունը հերքումն ապացուցելու նպատակով մի տեսանյութ տարածեց, որից սակայն պարզ էր դառնում, թե ֆորմալ առումով վարչապետի անվտանգության ծառայության մեքենաները չեն տուժել, սակայն երկու մարդատար մեքենաների եւ բարեկային ծառայության մեքենայի շղթայական բախման հետևանքը հենց Շարասյան անցման ընթացքում ծագած խառնաշփոթներ։ Հունիսի 8-ի միջադեպը մարդկանց հիշողության մեջ կրկին թարմացրեց 2022-ի ապրիլին տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող Շարասյան անիվների տակ Երևանի ամենակենտրոնում զոհվել էր 28-ամյա Սոնամ Նացականյանը։ Ու թեև այս դեպքից ավելի քան 3 տարի է անցել միակ մեղադրյալի, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի դատավարությունը դեռ շարունակվում է։ Այս շաբաթ կայացավ դատական հերթական նիստը, որի ընթացքում սակայն մեղադրյալի փաստաբանների թեթև ձեռքով հիմնականում քննարկվում էին ոչ թե վրաերթի մանրամասները, այլ այն, թե արդյոք դատական նիստը պետք է հեռարձակվի ուղիղ եթերում, թե ոչ, իսկ հանցագործության վաղեմության ժամկետը անշեղորեն մոտենում է։